Իմ պապիկի հայրը Եղիշե Գասպարի Կիրակոսյանը, որը ծնվել էր 1883 թվականին, գաղթած Էրզրումից, ականատես եղավ իրեն փոքրիկ քույրիկի եւ շատ սիրելի իրեն կողմից քույրիկի մահվանը։ Թուրք բարբարոսները իրեն աչքի առաջ կտրեցին նրա կոկորդը եւ քարով փշրեցին նրա գլուխը։ Այդ ողբերգությունից հետո պապիկիս հայրը Եղիշեն այլևս ատում էր կարմիր գույնը։ Հետագայում նա դարձավ շատ հայտնի մարդ, շատ հայտնի վաճառական եւ իրեն կտորեղանի խանութը գտնվում էր Ալեքսանդրապոլի ամենափրկիչ եկեղեցու անմիջապես կողքին եւ բոլոր ապրանքները, որ նա գնում էր կամ վաճառում էր, նրանց մեջ բացակայում էր կարմիր գույնը։ Եվ երևի թե դա ինչ որտեղ գենետիկորեն է փոխանցվում, որովհետեւ մինչ առ այսօր մեր ընտանիքում չեն սիրում կարմիր գույնը։ Հիշողությունները չեն կարող կորչել, հիշողությունները կան, կմնան եւ կշարունակվեն, որովհետեւ հետագայում ես էլ եմ ընտանիք կազմելու եւ բնականաբար իմ երեխաներն էլ իմանան այդ պատմության մասին եւ ոչ միայն իմ պատմության մասին, այլ նաեւ մնացած բոլոր հայերի մասին, ովքեր որ անցել են այդ ուղով եւ կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի հանրությունը ընդունի ցեղասպանության փաստը, որովհետեւ դա մեզ համար շատ կարեւոր է եւ ոչ միայն հայերի համար, այլ ամբողջ աշխարհի համար։